Ես կարծում եմ տրամաբանական շարունակությունն է այս փուլը վերջին տարիների, այն է իշխանության ավելի ավտորիտար բնույթի ձևավորումը, ըստ էության այս իշխանությունների երրորդ ընտրությանը ընդառաջ։ Հասկանալի է, չէ, եթե իշխանություն ունի բարձր վարկանիշ, որևէ վախ իր մրցակիցներից չի կարող ունենալ, անգամ եթե այդ մրցակիցները ավելի պակաս բաներ են խոսում, պայքարում են, փողոց են դուրս գալիս, եթե խնդիր չունես ընտրություններին վերընտրվելու, ապա հանդուրժում ես անգամ եթե ահաբեկչություն են պատրաստում։ Չէ, այդ դեպքերում էլ անգամ փորձում ես այնպես հարցին մոտենալ, որ ավելի շատ դիմացինը էլեկտորատ կորցնի, քան դու փորձես ահաբեկչությունը կանխողի դեր ստանձնել, որովհետև մենք վերջին մի քանի տարիներին շատ դեպքեր ենք տեսել, օրինակ հայրենիքի փրկության շարժման ժամանակահատվածում կհիշեք, որ կրկին տեսանյութեր տարածվեցին, պատերազմից հետո էր դա, որ կարծես թե այսպես քաղաքական ղեկավարությանը վերացնելու խոսակցություններ, զրույցներ, վերջում բոլորին բաց թողեցին։ Այսինքն դա այն ժամանակահատվածներ, երբ իշխանությունը գիտեր, որ 21 թվականին պետք է վերընտրվի։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, 26 թվականի հետ կապված իշխանությունը վախ ունի եւ երբ որևէ ազդեցիկ անձ ասում է մեր ձևերով որևէ հարց կլուծենք, արդեն սա հիմք է։